Թերթում եմ անցած շաբաթվա լուրերը եւ ինչ։ Սա պարզապես հակաբարոյական քայլ չէ, այլ հստակ ռազմավարություն։ Նույնիսկ իրենց սատարող երիտասարդ բլոգերի մահը քաղաքական կեղտոտ մանիպուլյացիաների վերածող իշխանությունը եւ նրանց սպասարկող լրատվամիջոցները տարածում են նման վերնագրով նյութեր։ Ու դա այն դեպքում, երբ հենց ՔՊ իշխանության օրոք եղել են աննախադեպ թվով սպանություններ եւ մահեր, որոնք հանրության համար բազում հարցեր են թողել։ Գնանք հերթով։ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին սպանվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը։ Սեպտեմբերի 24-ին իր տանը գլխի հրազենային վնասվածքով մահացած գտնվեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Մարտով կարևոր կարգավիճակ ուներ մարտի 1-ի գործով։ Նոյեմբերի 28-ին կասկածելի հանգամանքներում մահացած գտնվեց Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ 2020 թվականի հունվարի 17-ին Երևանում մահացած գտնվեց ԱԾ նախկին տնօրեն Գեորգի Ուտոյանը գլխի հրազենային վիրավորումով։ Հետպատերազմյան շրջանում մահացավ գեներալ Մանվել Գրիգորյանը, ում պահում էին անազատության մեջ, չնայած ծանր առողջական խնդիրների։ 2019-ի հունվարի 26-ին հացադուլի ընթացքում մահացավ կալանավորված ընդդիմադիր Մհեր Եղիազարյանը։ Նույն տարվա հոկտեմբերի 28-ին եւս մեկ կասկածելի մահ՝ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս նշում էր, որ մտավախություն ունի, որ իրեն կսպանեն։ Մահացած է հայտնաբերվում նաև Պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանը։ Նույն շրջանում կասկածելի պայմաններում մահացած է գտնվում Գրիգորի Հայրապետովը, ԱԾ հատուկ Պետական պահպանության ծառայության նախկին պետը։ Կյանքից հեռացավ նաև Արմեն Գրիգորյանը, մարդ, ով առողջական ծանր վիճակում պահվում էր կալանքի տակ։ Վերջինս մահացավ դատարանի դահլիճում։ Նույն տարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, եւ շարասյունը նույնիսկ չկանգնեց։ Այս տարի Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում կասկածելի պայմաններում մահացած գտնվեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նույն օրը սպանվեց նաև հաղթած ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։ Այս տարի մահացած գտնվեց նաև գործարար Կարեն Գասպարյանը, ում մահը հասարակություն նույնպես կապում է գործող իշխանության հետ։ Սպանվեց Սերգեյ Գրիգորյանը, բազմականվան, մարդ, ով վայելում էր հասարակության կողմից հարգանք։ Նրա սպանությունը նույնպես կապվում է ՔՊԱ-ականների հետ։